Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Ես կաշխատեմ կարճ հարցեր տամ, որ շատ ժամանակ չխլեմ։ Առաջին հարցը այն մշտական հարցն է, որ 30 տարի մենք լսում ենք, վերջին անգամ, այսինքն առաջին անգամ դա լսել եմ Վանո Սիրադեղյանից մոտ 30 տարի առաջ, որ մենք բռնում ենք, իսկ դատարանները ավազակներին ու գողերին բաց են թողնում, հիմա եւս լսում ենք նման տարատեսակ պնդումներ։ Ինչ պետք է անեք, ինչ պետք է արվի, որ այս խնդիրը լուծվի, որովհետև իրոք մենք տեսնում ենք, որ մարդասպանության մեջ կասկածվող մարդիկ հանկարծ դատավորի որոշմամբ ազատ են արձակվում։ Փոխարենը տնտեսական ինչ-որ հանցագործության մեջ կասկածվող մարդին կալանավորում են ու համառորեն կալանքը նույնիսկ տնային ռեժիմի չեն փոխում։ Այս փաստը ունենք եւ այս փաստերից մենք չենք կարողանում ազատվել։ Ձեր կարծիքը ինչ է պետք անել այս ուղղությամբ այս խնդիրը լուծելու, որովհետև 30 տարին կարծում եմ շատ ժամանակ էր, որ այս խնդիրը լուծվի։ Երկրորդ հարցը, իհարկե ես հասկանում եմ, որ մենք վերջին 10 տարում ունեցել ենք 8 արդարադատության նախարար, ոլորտի համար լուրջ խնդիր է։ Ինչ-որ գործեր ասվում է, որ պետք է արվի, կիսատ ամնում։ Վերջին 2 նախարարներն առնվազն ես հիշում եմ, այստեղ քննարկում ենք, որ պետք է շատ արագ քրեակատարողական հիմնարկների վիճակը փոխվի, արմատապես փոխվի, նոր մասնաշենքեր, նոր շենքեր եւ այլն։ Անկամ պարզվեց, որ 21-րդ դարի արդեն 3-րդ տասնամյակում ենք, տարական այդ լողանալու հետ կապված խնդիրներ անգամ կանանց գաղութում կան։ Ինչ եք մտածում, ինչ է արվում, ինչ պետք է անենք, որ այս խնդիրը արագ լուծվի, կամ կլուծվի, թե ֆինանսական խնդիրների պատճառով չի լուծվի։ Երրորդ հարցը, ես մի մոտ 1 ամիս կամ 2 ամիս առաջ 4 նախարարության, բայց ոչ ձեզ, առաջարկել էի, որ թմրամոլության դեպ պայքարի շրջանակներում պարտադիր թեստավորում անցկացվի բարձր դասարանցիների շրջանում եւ բոլոր նախարարություններից պատասխան եմ ստացել հիմնվելով ինչ-որ մարդու իրավունքների վրա, որ դա խախտում է երեխայի եւ նրա ծնողի իրավունքը, այսինքն արդարացնում են, որ երեխան կարող է լինել թմրամոլ, բայց նրա իրավունքներից բխում է, որ մենք նրան պարտադիր չտեստավորվենք, որպես մասնագետ։ Ձեր կարծիքը արդարադատության նախարարությունը այս խնդրի լուծումը տեսնում է, մտածում եք, քննարկում եք, ներքին գործերի նախարարության հետ այդ առումով համագործակցում եք, թե չէ, որովհետև ոլորտը այս խնդիրը գնալով շատ սարսափելի իրականության ենք մենք բախվում։ Հաջորդ 4-րդ հարցը, ես խնդրում եմ, եթե հնարավոր է, հիմա եթե ոչ, կարող եք գրավորել պատասխանեք, ինչ է արվում, որ մարդ եւ դատարան կապը ավելի հասանելի լինի։ Ես բերեմ մի օրինակ։ Ակնհայտ սուտ տեղեկություն է հրապարակվում մարդու մասին։ Ակնհայտ սուտ, որը վիրավորում է նաև նրա արժանապատվությունը եւ հեղինակությունը։ Մարդ ուզում է դիմի դատարան եւ այդ ընթացքում պարզվում է, որ անգամ այդ պարզ հասարակ հարցով փաստաբանական ծառայությունը շատ բարձր գին ունի, որ մարդը խնդիր դնի այդ հարցով լուծի։ Լավ, եթե մարդը ֆինանսական միջին անգամ միջոցներ չունի, ինքը դուժելու է, այս խնդիրը ոնց է տեսնում արդարադատության նախարարը, որովհետև իրականում այսօրվա պայմաններում մարդը դժվար համաձայնվի 1 եւ 1.5 միլիոն դրամ ծախսի փաստաբանի վրա, որ պատշաճ ձևով հայցը ներկայացվի դատարան։ Ինչ ենք անելու այս բանով։ Եվ վերջին հարցը, որ անդադար լսում ենք, մեղադրում են, որ քրեակատարողական հիմնարկների ներսում այն հին սովետական միությունից մնացած այդ քրեական ենթամշակույթը ոչ մի ձևով չի վերանում եւ անգամ շարունակվում են զանգերով քաղաքացիական կյանքի վրա ազդեցություններ ունենան, հարցեր լուծեն, խնդիրներ լուծեն, ընդ որում զանգում են բանտից,
եթե սխալ եմ ասում բանդ բառը, քրեակատարողական հիմնարկից եւ ինչ-որ մարդկանց վրա ճնշումներ են գործադրում, բարձվում է, բա այսքան միջոցառումներ են կարել, այսքան փող են հատկացրել, այսքան խնդիր են դրել, որ այդ հարցը լուծվի, լավ, ո՞րն է պատճառը, որ պետությունը անդադ պարտվում այդ համակարգին։ Դուք այս խնդիրը տեսնում եք եւ լուծումը ինչպես եք տեսնում։ Խնդրեմ, Զարյան։ Շենքային պայմաններն էր, միրոպա։ Քրեակատարական հիմնարկներ։ Հա, չէ, բռնում ենք, բաց ենք թողում։ Քիչ առաջ ես անդրադարձել էի վիճակագրական տվյալներին, թե ինչքան բռնում ենք ու բաց չենք թողում, ու այդ ամեն ինչը վատ լույսի ներքո էի ներկայացնում, որովհետև փաստացի այսօր մեր քրեակատարական հիմնարկները գերբեռնված են, որ քրեակատարական հիմնարկներ ժամանակ առ ժամանակ մուտքը փակում են նույնիսկ, որովհետև չեն կարողանում կալանավորվածներին ընդունել։ Այսինքն այդքան խափամա միջոց է նշանակվում անձանց նկատմամբ։ Եթե թվական տվյալներ կհետաքրքրի, այսօր ազատությունից զրկված նեյթիվը մոտ 2800 է, որոնց մեջ մեծ բաժին ունեն կալանավորները, այսինքն այդքան դատարանը կալանքի սանկցիա է տալիս։ Միևնույն ժամանակ այլընտրանքային խափամիջոցների գոյության պայմաններում մի շարք հազարավոր մարդկանց նկատմամբ նշանակվում են այդպիսի միջոցներ, օրինակ տնային կալանք, վարչական վերահսկողություն եւ այլն։ Այս պահին էլեկտրոնային սարքավորումներով տնային կալանք, եթե չեմ սխալվում, կրում են որպես խափամիջոց 900-ից ավել էր, 1200 անց, երևի վարչական հսկողությունն է։ Մի խոսքով, էական չեն, ուզում ասեմ, այդքան շատ են խափամիջոցի ենթարկված կամ կրող, խափամիջոց կրող անձանց թվերը։ Ձեր նշածը, որ սպանության մեջ մեղադրվողը կարող է ազատ արձակվի, իրականությանը կներեք, բայց չի համապատասխանում, որովհետև եթե ես չեմ սխալվում, ես գիտեմ դուք որ դեպքի մասն եք խոսում, եւ այդ դեպքում ոչ թե անձը ազատ է արձակվել, այլ ուղղակի նրա խափամա միջոցն է փոխվել, իսկ դրանք տարբեր հասկացություններ են, եւ եթե մենք մեր հասարակության հետ խոսում ենք այդ տերմիններով, որ ազատ արձակեցին, տարընկալում է առաջանում, իսկ իրականությունը այդպեսին չէ։ Կոնկրետ դեպքով որևէ մեկի կամ երկուսի վերաբերյալ փոփոխվել էր ինչ որ մեկի կողմից, հա, դատարանի կողմից ենթադրենք խափամա միջոցը, բայց եթե չեմ սխալվում, եթե մենք նույն դեպքի մասն ենք խոսում, ապա արդեն վերաքննության կարգով այդ որոշումը ըստ էության չեղարկվել է եւ նշված անձինք վերադառնալու են քրեակատարողական այդ կարճ շրջանում պրոբացիայի ծառայությունը իրականում պատշաճ հսկողություն է իրականացրել տվյալ անձանց նկատմամբ, այդ անձինք անազատության մեջ չեն եղել, այդ անձինք տնային կալանքի մեջ են գտնվել եւ վստահաբար պրոբացիայի ծառայությունը շատ նորմալ իրականացրել է համապատասխան անձանց հսկողությունը եւ հսկողությունը իրականացվում է ոչ միայն տնայցերի միջոցով կամ զանգերի միջոցով, այլ էլեկտրոնային մոնիտորինգի գործիքների եւ այդ պայմաններում, եթե որևէ խախտում լիներ, ապա դա միանշանակ արձանագրվեր եւ անարձագանք չեր մնա։ Եվ ուրեմն եկեք այս կետում գոնե թե շեշտադրենք այն հանգամանքը, որ այսօր այդ բռնել բաց թողել երևույթը շատ ավելի քիչ ունենք, բայց չենք էլ կարող օբյեկտիվորեն չունենալ, որովհետև մենք գործ ունենք արդարադատության հետ եւ մենք գործ ունենք իրավապահ մարմինների հետ եւ նրանց գործը ինչն է հիմնավորել ինչ որ մեկի արարքում հանցակազմի առկայությունը եւ շատ հնարավոր են դեպքեր եւ այո պրակտիկայում ոչ միայն մեր երկրում ամբողջ աշխարհում լինում են դեպքեր երբ որ կոնկրետ անձի արարքում հանցակազմը չի հիմնավորվում եւ այդ անձը վերջնարդյունքում չի դատապարտվում այսինքն որևէ մեկը չի ասել որ պարտադիր է որ եթե քրեական գործ հարուցվեց անպայման այդ գործը պետք է գնա դատարան եւ անպայման տվյալ անձը պետք է դատապարտվի ինչ ունի անելու այս մասով արդարադատության նախարարությունը որպես քաղաքականություն մշակող մարմին մեր խնդիրը
միասնական ստանդարտների սահմանումն է արդարադատության իրականացման, որը կլինի, չգիտեմ, պրակտիկայի ուսումնասիրության, խնդիրների վերհանման եւ միասնական մեկնաբանությունների մշակման տեսքով, որպեսզի հնարավորինս կանխատեսելի լինի նույնանման իրավիճակներում վարքագծի դրսևորումը տարբեր անձանց նկատմամբ։ Սա քաղաքականություն մշակողի անելիքն է, որը մենք անում ենք։ Ինչ վերաբերում է քրեակատորական հիմնարկներին, ապա շենքային պայմանների հետ կապված բարելավման աշխատանքները շարունակաբար իրականացվում են, վերանորոգման աշխատանքներ մի շարք քրեակատորական հիմնարկներում արդեն իսկ իրականացրել ենք, եւ նաեւ ձեր ասած այդ ջրի խնդիրը այլևս չկա 24-ժամյա ջրամատակարարում է ապահովել Արմավիր քրեակատորական հիմնարկում, որը որ չէր եղել, եւ նաեւ հիշեցի ասեմ, որ երբ որ քրեակատորական հիմնարկը կառուցվել էր հեղափոխությունից առաջ օդափոխությունն էլ չէր անցկացվել, այսինքն չգիտեմ ինչ որ մի կետում գուցե միջոցները սպառվել էին կամ գուցե չէին սպառվել, բայց օդափոխության համակարգ չուներ եւ 20-21 թվականներին էր, որ նախաձեռնեցինք օդափոխության համակարգի ներդրում Արմավիր քրեակատորական հիմնարկում եւ վերջնարդյունքում այդ համակարգը եղավ։ Աբովյան քրեակատորական հիմնարկում օր եւ մանկան բաժանմունք են կառուցել, հարմարեցված խցեր են կառուցել նաեւ հղիների պատիժը կրելու համար եւ նաեւ հարմարեցված խցերի երեխաների, մինչեւ 3 տարեկան երեխաների հետ այնտեղ գտնվելու տեսանկյունից, բայց այնպես չի, որ ձեր ասած խնդիրներն ամբողջությամբ լուծվել են։ Օրինակ քիչ առաջ էլ խոսում էին Բարաշեն քրեակատորական հիմնարկի մասին եւ մեր խնդիրը օր առաջ այդ հիմնարկը փակելն է, ու այս ուղղությամբ էլ էլի աշխատանքներ տանում ենք, ինչպես նոր քրեակատորական հիմնարկի կառուցման ճանապարհով ենք ուզում գնալ, այնպես էլ միջանկյալ լուծումներ տալու ճանապարհով, որովհետեւ իրոք չունեմ որևէ բան թաքցնելու, օբյեկտիվորեն շենքային պայմանները մեղմ ասած լավը չեն Բարաշեն քրեակատորական հիմնարկում, ու ուզում եմ վստահեցնել, որ այդ հարցը մոտ ապագայում առաջիկա 1-2 տարվա ընթացքում ամեն դեպքում կլուծվի։ Հաջորդ սուր հարցը միշտ դատապարտյալների հիվանդանոցի հետ է կապված, դա ավելի շուտ կփակվի, քան Բարաշեն քրեակատորական հիմնարկը, ինձ թվում է ամիսների հարց է դատապարտյալների հիվանդանոցի փակման հարցը։ Ինչ վերաբերում է ենթամշակույթին, այսօր ունենք այն իրականությունը, որ մեր քրեակատորական հիմնարկներում ենթամշակույթին հարող որոշակի տարրեր կան, ես չեմ ստի, որ ասեմ այդ տարրերը չկան, բայց նրանք ազդեցության գոտիներ ըստ էության չունեն։ Այսինքն քրեակատորական հիմնարկի եւ ծառայության համատեքստում ժողովրդական լեզվով ասած հարցեր լուծող անձինք հիմնարկների պետերն են եւ քրեակատորական ծառայության անձնակազմը։ Ինչ վերաբերում է նրան, որ կարող են քրեակատորական հիմնարկից կապվել դուրս, այո, այդպիսի դեպքեր էլ կան եւ հակազդեցությունը եւս կա այսպիսի դեպքերին, մասնավորապես համապատասխան օպերատիվ աշխատանքների իրականացման արդյունքում պարբերաբար արգելված իրեր են հանվում քրեակատորական հիմնարկներից, ու այդ իրերի քանակը այնպես չի, որ նվատանցել է անվտանգության սարքավորումների ձեռքբերման առաջարկը կոնկրետ Արմավիր քրեակատորական հիմնարկի համար, այսինքն մենք փորձում ենք կանխարգելել արգելված իրերի մուտքը, իսկ արգելված իրերի շարքում է նաև հեռախոսը։ Եվ հետզհետե կփորձենք անել այնպես, որպեսզի մինիմումի հասցվեն ձեր կողմից նշված դեպքերը։ Սա մի երևույթ է, որ գոյություն ունի մեր հասարակությունում, եւ մեր բոլորի ջանքերը պետք է միտված լինեն, որպեսզի ապագա սերունդների մոտ գոնե այս երևույթները առկա չլինեն։ Վստահեցնում եմ, այդ ուղղությամբ բավականին շատ քայլեր ենք ձեռնարկում եւ ձեր վերջին հարցը, երկու հարց մնաց, աշակերտների թմրամիջոցի թեստ, դուք էլ ասացիք, մեզ չենք ուղարկել պաշտոնական կարծիք, չեմ կարող այս պահին հայտնել, բայց առնվազն իմ պատկերացմամբ թմրամիջոցների օգտագործած լինելը ստուգելը իրավաչափ կարող է համարվել մի շարք դեպքերում, հատկապես եթե խոսքը այն մասին է, որ որոշակի կատեգորիայի անձանց իրավունքները որոշակի պաշտոն զբաղեցնելու
հետ կապված պետք է սահմանափակ լինեն։ Օրինակ այսօր էլ զինծառայողների համար կա քրեական պատասխանատվություն թմրամիջոց օգտագործած վիճակում ծառայության ներկայանալու կամ զորամասում թմրանյութ օգտագործելու համար։ Այսինքն առանձին կատեգորիա է, որի համար իրավաչափ է։ Ոստիկանությունում ստուգումներ անցնում են մարդիկ, որովհետև դա չօգտագործելը ըստ էության պայման է աշխատանքը պահպանելու եւ կարող են գնալ այն ճանապարհով, որ այլ իրավապահ մարմիններում էլ նախատեսենք արգելք եւ ստուգվելու պարտականություն։ Ես միայն կարող եմ ենթադրել, որ երեխաների դեպքում հարցը շատ ավելի զգայուն է եւ այո, մարդու իրավունքների միջամտության տեսանկյունից պետք է մենք տեսնենք, թե ինչ լեգիտիմ նպատակ է դա հետապնդում։ Եվ եթե դիսոնանս կա նպատակի եւ միջոցի միջեւ, այսինքն անհամաչափություն կա, այդտեղ է որ կարող է խնդիր առաջանալ, բայց հաշվի առնելով հարցի կարեւորությունը պատրաստ ենք իհարկե, եթե մեզ ուղարկեք ինչ որ նախաձեռնություն, քննարկենք եւ մասնագիտական կարծիք տանք դրա վերաբերյալ։ Մարդ դատարան կապի հետ կապված, որ դուք ասում եք ֆինանսական միջոցներ չունեն եւ այլն, նախ մենք ունենք մի իրավիճակ, որ ոչ բոլոր դեպքերում են դատարաններում անձանց փաստաբաններ ներկայացնում, բացառությամբ օրինակ քրեական վարույթներով այն դեպքերի, երբ նախատեսված է պաշտպանի պարտադիր մասնակցության պարտականություն կամ իրավունք, այդպես ասեմ, այսինքն քաղաքացիները ազատ են ձեր կողմից նշված դեպքերում ուղղակի հայցադիմում լրացնել եւ ուղարկել դատարան։ Ես հասկանում եմ, որ իրավունքների պաշտպանությունը ավելի ճիշտ եւ արդյունավետ կլինի իրականացնել մասնագետի օգնությամբ, եւ այս դեպքում էլ գալիս է օգնության հանրային պաշտպանի գրասենյակը, բայց միայն գալիս է օգնելու այն մարդկանց, ովքեր չունեն բավարար ֆինանսական միջոցներ, այսինքն անվճարունակ են։ Մեկ հավաստենք, որ մեր երկրում այդ ինստիտուտը գործում է, հանրային պաշտպանի գրասենյակը եւ իրավաբանական օգնություն է ցուցադրվում անվճարունակ մեր քաղաքացիներին։ Նույնիսկ խորհրդատվության տեսքով է այդ օգնությունը ցուցադրվում, նույնիսկ փաստաբանները, որոնք պրակտիկա են անցնում, էլի պրակտիկայի շրջանակներում հանրային պաշտպանի գրասենյակում նստած անվճար խորհրդատվություն են տալիս մեր բոլոր այն քաղաքացիներին, որոնք կրկնում եմ անվճարունակ են։ Մյուս բոլոր դեպքերում չեն կարող ուղղակի փաստաբաններին պարտադրել, որ իրենք անվճար օգնություն ցուցաբերեն եւ իհարկե գնային սեգմենտներն էլ տարբեր փաստաբանների համար տարբեր են, կախված նրանց մասնագիտական կարողություններից եւ ծանրաբեռնվածությունից։ Հուսով եմ ձեր բոլոր հարցերին պատասխանեցի։